2018 թվականին նորեր եւ ինչ-որ պրոֆեսիոնալներ նախ առաջինը եկեք արձանագրենք ու իմ կարծիքով դա նույնիսկ իրանք չեն կարող պնդեն նիկոլականները որ այնտեղ պրոֆեսիոնալ գոյություն չուներ եթե կար պրոֆեսիոնալիզմ ապա կար բանսարկուների պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ ոչ մեկ պրոֆեսիոնալ ոչ մի բաններ, պրոֆեսիոնալ քաղաքական թափառաշրջիկներ եւ պրոֆեսիոնալ խաբեբաներ, այսինքն նրանց պրոֆեսիոնալիզմը սահմանափակվում էր մենակ դրանով։ Ինչ վերաբերվում է այսօրվա ձեր հարցին, էլի, ես կարամ պատասխանեմ մեր անունից, մեր պատասխանը շատ պարզ է, մեր քաղաքական ուժում հավաքված են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով, իրենց կենսագրությամբ ապացուցել են, որ նրանք ունակ են աշխատելու, նրանք կարող են աշխատել, նրանք օգնել են ժողովրդին, նրանք ամեն իրենց զբաղեցրած յուրաքանչյուր պաշտոնում իրենց դրսևորել են գերպրոֆեսիոնալ, երբեք աֆիլիացված չեն եղել ոչ մի կոռուպցիոն համակարգերի հետ, ոչ մի հանցագործ պատմությունների հետ, եթե կա մեր քաղաքական թիմում մեկ մարդ, որի վրա կարող են մատով ցույց տալ եւ ասել, որ նախկին կոռուպցիոներ է, կամ թալանել, լապել, ինչ արել, խնդրեմ, բայց գոյություն չունի։